Խաղաղություն մերձավոր արևելքում դժվար են պատկերացնում Երուսաղեմի բնակիչները, որ տասնամյակներ շարունակ ապրում են տարածաշրջանային լարվածության կիզակետում։ Նրանցից շատերը վախենում են, որ ամեն վայրկյան կխախտվի երկշաբաթյա հրադադարը, որ կամ Իսրայելը, կամ Իրանը, կամ նահանգները կվերսկսեն մահացու հարվածները։ Իհարկե, մենք շատ կուզենք, որ հրադադարը երկար տևի, սակայն կլինի այնպես, ինչպես որոշեն աշխարհի մեծերը։ Ինչպես միշտ, նրանց խելահեղ որոշումների գինն էլ մենք կվճարենք, իրանցի և իսրայելցի ժողովուրդը։ Լավատես մարդիկ էլ կան Երուսաղեմում, որ չեն կորցնում հույսը խաղաղ ու երջանիկ ապրելու։ Մենք տեսանք, ինչ կատարվեց Իրանում, ինչքան երիտասարդ մահացավ։ Ես անկեղծորեն աջակցում եմ իրանցի ժողովրդին, որովհետև նրանք պարզապես զոհ են։ Իրենց ղեկավարների զոհն են։ Եվ նույն ժամանակ չգիտեմ, արդյոք այս պատերազմը որևէ կերպ օգնեց նրանց։ Հրադադարի մասին լուրջ իմանալուց հետո շատ ուրախացա։ Հուսով եմ այն կհանգեցնի իրական խաղաղության։ Դա լավագույնը կլինի Իրանի, մեր, ինչպես նաև նահանգների համար։ Մի ներքին ձայն ինձ հուշում է, որ շուտով սա ավարտվելու է, և մենք վերադառնալու ենք մեր խաղաղ կյանքին։ Բայց կարծում եմ դա կախված է նրանից, արդյոք իրանցի ժողովուրդը կկարողանա իրենց երկրում մի բան փոխել։ Իդեպ Երուսաղեմի սրբավայրերը այսօրվանից իրենց դռները կբացեն աղոթողների առաջ։ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանն է հայտնում, որ հարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն Երուսաղեմի հիմնական մայրուղիներում, 5 քաղաքում և սուրբ վայրերում անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու համար։ Իսրայելի իշխանությունը մեկ ամսից ավելի է արգելել էր աղոթողներին մտնել սրբավայրեր։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։